Արմավիրում վերջին հրաժեշտն են տալիս Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանին և նրա հետ սպանված ընկերոջը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանին։ Չորեքշաբթի Մերձևանում սահմռկեցուցիչ սպանության շոկից դուրս չեն գալիս փարաքարցիները։ 2 օրից ավելի է մարդասպանի ինքնությունը դեռ չի պարզել ոստիկանությունը։ Հայտնի չեն նաև շարժառիթը։ Սպանություն կատարած անձի գործողությունները փորձագետները գնահատում են որպես պրոֆեսիոնալ քիլերի արարք, որի թիրախը հենց Փարաքարի համայնքապետն է եղել։ Արմավիրի ԿՊԱ-ական մարզպետը շտապել է հերքել պտտվող լուրերը, թե Վոլոդիա Գրիգորյանի սպանության պատճառը կարող է քաղաքական լինել։ Փարաքարում խոսում են, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանության օրը պատահական չի ընտրվել։ Ժողովուրդը գրել է սպանության գիշերը Գրիգորյանը պետք է գնար եղբոր ծնունդը շնորհավորելու։ Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը տնային կալանքում են, ամեղադրվում է ԿՊԱ-ական նախկին համայնքապետի հորաքրոջ որդու սպանության համար, որին կյանքից զրկել են իր ծննդյան օրը։ Սեպտեմբերի 24-ին զինված հարձակման պատճառով վիրավորված 42-ամյա Արծրուն Գալստյանը 3 գիտակցության գալուց հետո ցուցմունք է տվել։ Այն մանրամասներ առայժմ չի հաղորդում քննչական կոմիտեն նրա ցուցմունքից։ Շուտով